Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Նեան Տապանն է, եւ մենք զրուցելու ենք այսօր պարոն Արման Նավասարդյանի հետ։ Ինչպես գիտեք, արտակարգ եւ լիազոր դեսպան է Արման Նավասարդյանը, Հայ-Ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահն է։ Բայց պարոն Նավասարդյան, շնորհակալություն, որ այժմին մեզ հետ եք։ Խնդրեմ։ Այսօր, ինչպես բոլորս գիտենք, Երևանում գումարվում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահը եւ Սինգապուրի վարչապետը։ Մեր Նիկոլ Փաշինյանը, մեր վարչապետը, շատ կարևորել է այս նիստը, համարելով, որ մեծ առաջընթաց է լինելու։ Իմ հարցս հետեւյալն է. հատկապես Հայաստանի համար ինչ միտումներ եք տեսնում այս շրջանակներում։ Դե ներկայացուցչությունն արդեն որ կա այս միջոցառմանը շատ կարևոր է, որովհետև ամենամեծ մեր համար մեկ, այսպես ասած, դաշնակիցն է Ռուսաստանը, առաջի այցելությունն է Պուտինի, պաշտոնական այցելությունն է, միջալուց գալուց նոր ես տեսա իրանց մեքենաները, հետո Ռոհանին շատ կարևոր է, Սինգապուրը նույնպես հետաքրքիր երևույթ է դա, չնայած փոքր երկիր է, բայց ունի իր առավելությունները եւ մասնավորապես մենք խոսենք այդ մասին պարլամենտական, խորհրդարանական դիվանագիտության կապերի ամրապնդմանն է ուղղված։ Հիմա տեսեք, Պուտինի այցելությունը ես շատ եմ կարևորում, չնայած դա ասում են կարճատև է լինելու եւ այլն, սակայն այստեղ կա եւ Ռոհանի այցելության հետ կապված ես երկու մասի կբաժանեի, մեկը տնտեսական, քանի որ հենց միջոցառումը ինքը ԵԱՏՄ-ի միջոցառումն է, այստեղ անպայմանորեն պետք է եւ երկկողմ հարաբերությունների եւ նաեւ ինտեգրացիոն քաղաքականության մասին տնտեսական կխոսվի, եւ ես այստեղ նաեւ տեսնում եմ քաղաքական մոտիվներ, քաղաքական ուղղվածություն, որի մասին հիմա ես կասեմ։ Ինչ վերաբերում է տնտեսական մասին, տնտեսական սեգմենտին, այստեղ շատ կարևոր է ըստ երևույթին գազի հարցը, եթե քննարկվի, որտեղ տարբեր մեկնաբանություններ կան, պետք է ուրեմն թանկանա, չթանկանա եւ այլն։ Սա մեկ։ Երկրորդը այլ ուղղություններով մեր հարաբերությունները տնտեսական ես նկատի ունեմ Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է, քանի որ տնտեսական հարցերից ենք խոսում, ինչ վերաբերում է Ռոհանիի հետ հանդիպումը, այստեղ եւս կարելի է բաժանել երկու մասի եւ երկկողմ հարաբերությունների եւ ուրեմն այդ կազմակերպության շրջանակներում սա շատ կարեւոր է, եթե դրա մասին խոսելու լինենք, որովհետև Իրանը շատ լուրջ ցանկանում է այդ շրջանակներում բանակցություններ վարել եւ զարգացնել հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները այդ անդամ երկրների հետ։ Այստեղ իհարկե առաջի պլանում կանգնում է Հայաստանը։ Եթե դուք հիշում եք, Տիկին Գայանե, դեռ տարիներ առաջ, երբ որ Հայաստանը մտավ այդ կազմակերպության մեջ, երբ որ ստորագրեց այդ պայմանագիրը, անկարծակի ստորագրեց Սերժ Սարգսյանը, Զարիֆը հայտարարեց, որ շատ լավ է, մենք սա ողջունում ենք, առաջի միջայլոց արձագանքն էր դա արտասահմանյան, ասեց, որ շատ կարևոր է, որովհետև մենք Հայաստանի միջոցով կապ կհաստատենք 170 միլիոնանոց ռուսական շուկայի հետ։ Հիմա, քանի որ այնտեղ արդեն եւ տարիֆների հարցն է կարծես թե կարգավորում եւ բոլոր փոխանակման, ապրանքափոխանակման խնդիրները եւ նաեւ գների հարցը եւ այլն, այստեղ շատ կարեւոր է, որ այս գործընթացը ընթանա առաջ եւ Հայաստանը, քանի որ միակ երկիրն է սահմանակից այդ կազմակերպության, կարող է հանդիսանալ, լավ կամուրջ հանդիսանալ Իրանի եւ մյուս երկրների մեջ։ Միջև սա ես շատ եմ կարևորում եւ Իրանը շատ մանավանդ նկատի ունենալով ամերիկյան խնդիրների իր հետ շատ վճռականորեն է տրամադրված ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու։ Ես չեմ կարծում, որ այնտեղ անդամակցության հարց լինի կամ անգամ դիտորդի կարգավիճակով, սա բոլորովին այլ իրավաբանական խնդիր է, բայց կոնկրետ համագործակցություն Հայաստանի հետ, սա ես տեսնում եմ
շատ ռեալ, բայց դրա համար Հայաստանը պետք է ունենա համապատասխան կառույցներ, ինֆրաստրուկտուրաներ, այդ է որ կարող է խնդիրներ հարուցել ոչ միայն ԵՏՄ-ի հետ, Իրանի, Հայաստանի ԵՏՄ-ի անդամների հետ, այլ երկկողմ հարաբերություններ։ Եկեք Ռուսաստանի գործոնը եւս դիտարկենք այս Իրանի հարցը։ Այո, Իրանի հարցում հենց։ Хорошо, լավ, շատ բարի, եթե այդպես եք ուզում, այդպես կանենք։ Հիմա տեսեք, 3 կարևոր խաղացողներ այդ կազմակերպության, ես նկատի ունեմ Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը, հավաքվել են մի ուրեմն դաշտում, մի հարթության վրա։ Այստեղ ըստ երևույթին Հայաստանը պետք է կարողանա այս երկու խոշոր իր գործակիցների հետ, գործընկերների հետ կարողանա գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն այդ երկրների հետ իր հարաբերությունները զարգացնելու, այլև դրանց իմի բերելու։ Այստեղ շատ լավ գիտեք, մենք ունենք գազի հարց։ Եթե Հայաստանը պետք է դառնա տարանցիկ երկիր, ինչի մասին խոսվում է անընդհատ, նկատի ունեմ գազը նկատի ունեմ, այդ դեպքում եթե իրանական գազը պետք է գա, այդ դեպքում այստեղ իհարկե Ռուսաստանի համաձայնությունը պետք է, որովհետև Գազպրոմը գիտեք, որ ունի մոնոպոլիա։ Հիմա մենք գազը փաստորեն Ռուսաստանի հետ ենք փոխանակում եւ այլն։ Սա ամենակարևոր հարցն է, եթե տարանցիկ պետք է լինի, այստեղից պետք է մտնի այստեղ, դուրս գա Վրաստան եւ շարունակի մինչեւ Ռուսաստան, Եվրոպա եւ այլն։ Սա ես կարծում եմ ամենակարևոր խնդիրն է, բայց ես նորից վերադառնալով ասեմ, որ Իրանի հետ եւ իհարկե այստեղ նաեւ Ռուսաստանի հետ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ունենալ համապատասխան գործիքակազմ, որպեսզի կարողանանք եւ նրա հետ աշխատել։ Հարցը ինչումն է, ես ձեզ ասեմ, Իրանը մեծ ցանկություն ունի Հայաստանը դարձնելու տարանցիկ երկիր ոչ միայն գազի, այլև ապրանքափոխանակության եւ մարդկային փոխանակության։ Սա ես նկատի ունեմ Պարսից ծովի եւ Սև ծովի միջանցքն է, հա, եւ դա բարձրանում է մինչեւ պատկերացնում եք, դա բարձրանում է մինչեւ ուրեմն Մեղրի, այնտեղից քանի որ գոյություն ունի պայմանագիր մի շարք երկրների հետ, այնտեղ Մալթի մոդել է դա կոչվում, Վրաստան, Բուլղարիա, Հունաստան, մինչեւ Գերմանիա, Եվրոպա։ Բայց խնդիրը նրանում է, որ մենք չունենք համապատասխան, ես նորից եմ ասեմ գործիքակազմ կամ չգիտեմ ինչպես անվանեմ, ինֆրաստրուկտուրան այստեղ պակասում է։ Ճանապարհը հյուսիս-հարավ, որ պետք է լիներ, գոյություն չունի փաստորեն։ Եվ այստեղ է, որ այդ կոռուպցիոն, կոռուպցիա է տեղի ունեցել եւ իմ կարծիքով առաջի հերթին հեղափոխական կառավարությունը պետք է այդ հարցերը լուծի։ Այն մարդիկ, ովքեր միլիոններ են կերել անգամ ավելի, այդ ուրեմն խնդրի վրա, նրանք նախ պետք է վերադարձնեն դա եւ հետո պետք է պատժվեն։ Հիմա այնպիսի իրավիճակ է, ես փետրվար ամսին Իրանում էի, ինձ ասեցին այնտեղ փոխնախարարի մակարդակով արտաքին գործերի, ասում եմ, գիտեք, մենք կարող ենք Օմրուզի նեղուցից մինչև ապրանքը հասցնել Չաբադար նավահանգստից, հասցնել մինչև Մեղրի, բայց Մեղրիում դուք ոչինչ չունեք, հա։ Այնտեղից 570 կիլոմետր է ճանապարհը։ Շատ հետաքրքիր խնդիր կա այստեղ, այդ Չաբադար նավահանգիստը ժամանակակից խոշորագույն կառույց է, որը Չինաստանի հետ է կապված, Չինաստանից ապրանքը գալիս մտնում է այդ նավահանգիստը, շրջանցելով Հնդկաստան, այնտեղից բարձրանում է ուրեմն մինչև Կովկաս, մինչև հարավային Կովկաս։ Ճանապարհը նրանք 580 կիլոմետր է, 40%-ից ավել, դա փետրվարին էր, հավանաբար հիմա ավելի առաջ գնացած կլինեն։ Բայց երբ որ հասնում է արդեն Մեղրի, այնտեղ պետք է որ հնարավոր լինի դա ընդունել, ինչպես ասի այդ ճանապարհով գնալու համար, իսկ մենք դա չունենք։ Հարավ-հյուսիս ճանապարհը մենք փաստորեն չունենք։ Իսկ այդ նավահանգիստը եւ այնպիսի պատեհ առիթ կա հիմա աշխատելու եւ օգտվելու, որովհետեւ ամերիկյան պատժամիջոցները այդ նավահանգստի վրա չեն տարածվում զարմանալի կերպով։ Իրանցիները կարողացել են փայլուն քայլ են արել, կարողացել են այդ նավահանգիստը արենդայի տալ, վարձու տալ Հնդկաստանին 10 տարով եւ այդ կապակցությամբ հանված է տակից, հասկանում եք այդ պատժամիջոցների։ Հիմա ուզում եմ ասեմ, որ այսպիսի բաներ կա, պետք է անպայմանորեն այդ աշխատանքը շատ ակտիվորեն լինի, որպեսզի մենք կարողանանք առիթ քաղենք այս հանգամանքից եւ Ռուսաստանի հետ եւ
եւ ուրեմն Իրանի հետ մեր հարաբերությունները ոչ միայն կարգավորելու, այլև առաջընթաց տեսնելու։ Եվ անընդհատ որ ասում են Ռուսաստանը չի թողնում, Ռուսաստանն է խոչընդոտում, դա այդքան էլ այդպես չէ, միայն այդ գործոնը չի աշխատում, այսինքն մենք տեսեք ինֆրակառույցներ չկան, շատ հետաքրքիր դուք Թե ես ասում եմ իրականությունն է սա, այսինքն միայն ասել որ Ռուսաստանի գործոնն է խանգարում հայ-իրանական խնդիրներ կա, պետք է երկաթուղու մասին մտածել։ Բանդար Աբասից հասկանում եք, այդ երկաթուղին պետք է վերականգնվի, որպեսզի նույնպես իրանցիները մի շատ լավ հատկանիշ ունեն այդ հարցում համագործակցության։ Նրանք ասում են, որ մենք բազմապրոֆիլ ենք։ Մենք կարող ենք եւ Հայաստանի վրայով գնալ, եւ Ադրբեջանի վրայով եւ այլն։ Պետք է կարողանալ այստեղ, հասկանում եք, մրցությունը եւ Տիկին Գայանի ամբողջ խնդիրը նրանում է, որ այս հարցերը անմիջականորեն առնչվում են Չինաստանի հետ, Մետաքսի ճանապարհի հետ։ Եթե մենք այս խնդիրը չկարողանանք կարգավորել, մենք ընդհանրապես դուրս կմնանք։ Հասկանում եք, Չինաստան, Իրան, Հայաստան, Չինաստան, Իրան, Հայաստան, Ռուսաստան, սա 21-րդ դար է, ով որ չհասցրեց, նա գնացքից Իսկ հիմա հենց այն պահն է, երբ Հայաստանին դիտարկում են որպես հետաքրքիր կողմ իրենց համար։ Եթե մենք մի քիչ էլ հապաղենք, մենք կարող է իսկապես ձեր ասածով դուրս մնանք այս ամբողջ շղթայից։ Կա նաև հարցի շատ հետաքրքիր քաղաքական կողմը, ես կուզեի անդրադառնալ, տեսեք, ես կարծում եմ, մտածում եմ, որ Պուտինի այստեղ գալը մեր դիվանագիտությունը կօգտագործի հարցնելու համար ռուս-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումը եւ այն վտանգը, որ Թուրքիան սպառնում է Հայաստանին։ Եվ սա կոնկրետ խնդիրներ կան այստեղ կապված Նախիջևանի հետ։ Դուք գիտեք, որ թուրքերը շատ ակտիվ կերպով պարզապես անեքսիայի են ենթարկում։ Ադրբեջանցիները դուրս են եկել այս կարծես թե խաղից, չնայած ռազմական համագործակցությունը մնում է, բայց այդ դուք սահմանը գիտեք, Թուրքիան, որը միացնում է, գալիս է հասնում է մինչև Նախիջևան 13.5 կիլոմետր է ընդամենը, փոքր կտոր է։ Այդ ճանապարհով հիմա շատ ինտենսիվ կերպով թուրքերը մտնում են ներողություն, մտնում են Նախիջևան։ Ինչու՞մն է հարցը։ Եթե նայելու լինենք ավելի ուշադիր, 2 ամիս առաջ վիզային ռեժիմը, որը գոյություն ուներ Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ, չեղյալ հայտարարվեց։ Մինչ այդ թուրքերը չէին կարող առանց վիզայի մտնել Ադրբեջան։ Հակառակը լինում էր, հակառակը նրանք կարող են 30 օրով կարծեմ Ադրբեջանց։ Հիմա դա վերացվեց։ Եվ բացի նրանից, որ այնտեղ ուժեղ միլիտարիզացիա է գնում երկու երկրների կողմից, հիմա նաև շատ թափով թուրքերը մտնում են այնտեղ եւ տեխնիկա են մտցնում, ժամանակակից տեխնիկա իմիջայլոց, եւ ինժեներական աշխատանքներ կատարեցին, առաջ եկան։ Դա ռուսը չի տեսնում։ Ես դրան եմ բերում, առաջ են եկել բավական մեր սահմանին մոտ, Արենի գյուղը կարծես թե ափի մեջ լինի։ Եվ ընդհանրապես այդ M2 ճանապարհը Երևանից մինչև ուրեմն Ստեփանակերտ փաստորեն նշանառության տակ է։ Այս խնդիրների վրա է, որ Հայաստանը պետք է անպայմանորեն համանաբար ուշադրություն դարձնում եւ համանաբար խոսում են Ռուսաստանի հետ այս մասին, որովհետեւ խնդիրը այստեղ ինչումն է, տեսեք, 2010 թվականին ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմական պայմանագիրը խոսում է այն մասին, որ հնարավոր է երկրորդ ճակատ բացեն Հայաստանի դեմ, եւ սա կլինի ոչ թե Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ բախում, որի դեպքում հապ կկարծես թե նեյտրալ, այսպես ասած, նայող կողմ կարող է հանդես գալ, որովհետեւ գիտեք անդամ չէ Լեռնային Ղարաբաղը, բայց եթե ասված ոչ անի, այստեղից սկսվի նման բան, այդ դեպքում Հայաստանն է հարվածի տակ ընկնում։ Այդ դեպքում բացի դրանից ամբողջ Ռուսաստանի հարավային ֆլանգը ընկնում է հարվածի տակ։ Եվ այստեղ պետք է որ գործի երկու ուրեմն ուզած երկկողմ պայմանագրերը ռազմական, եւ բացի դրանից հապկի շրջանակներում։ Ես հիմա չգիտեմ այնտեղ Բելարուսը կամ մյուսները
կգան եւ կկանգնեն մեր կողքին այդ ժամանակ, շատ կասկածում եմ։ Դե Բելարուսը պարս տեքստով ասաց, որ ընկեր է եւ Դե ընկեր է, բացի դրանից Պոլոնեզ հրթիռները, եթե չեմ սխալում, հիմա գտնվում են նաեւ Նախիջևանի տարածքում։ Բայց Ռուսաստանը չի կարող այդպես անել եւ չի անի։ Այդ դեպքում Թուրքիան մյուս կողմից լինելով ՆԱՏՕ-ի անդամ կարող է խառնվել դրան եւ անպայման կխառնվի, սա կլինի հարավային Կովկասում երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Սրա մասին է խոսքը։ Այս խնդիրներն է, որ ես կարծում եմ, մենք շատ բաց ենք խոսում դες այդ, անպայմանորեն պետք է լինի Հայաստանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Մի դրական պահ ասեմ, կարծես թե ուշադրությունից վրիպել է մեր քաղաքագետների հուլիս ամսվա վերջին Ռուսաստանը եւ Իրանը ստորագրեցին ռազմական համագործակցության մեմորանդում։ Տեքստը չկա, ոչ ոք չգիտի ինչի մասին է խոսքը, բայց այստեղ ինչպես մասնագետներն են գտնում եւ այդպես էլ կա, խոսքը վերաբերում է համագործակցության հարավային Կովկասում, սա անշուշտ ամերիկյան ազդեցության դեմ է, որ կատարվում է կապված Իրանի խնդիրների հետ։ Ուրեմն այս մի ուղղվածությունը համագործակցության ռազմական, մյուսը Կասպից ծովի ավազանն է։ Հիմա այս իրադրության մեջ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շատ ճկուն խաղա եւ օգտվի այս բոլոր առիթներից, որտեղ երկու կողմից էլ մեր բարեկամ երկրներն են, չնայած այնտեղ էլ Միացյալ Նահանգների արծը կա, որը շատ նախանձախնդիր է հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ, գիտեք, բանկային համակարգ եւ այլն։ Մի խոսքով Հայաստանը գտնվում է եւ հետաքրիր եւ բարդ եւ լարված քաղաքական իրավիճակում եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կարողանանք մենք այս խնդրից ես չեմ ասում քիչ այրունով դուրս գալ, այլև դուրս գալ նաև հաղթանակած։ Այստեղ է որ դիվանագիտության ուլն է։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Okay, բարև ձեզ, ես ողջունում եմ ձեր ուրին։ Շնորհակալություն։ Ինքը շատ հոյակապ մեծ դիվանագետ է, շատ մեծ, շատ եմ ողջունում իրեն, շատ խելացի անձնավորություն, ու ես ինքը մի հատ լավ բան ասեց, որ թալանեցին այդ մեր երկաթուղին եւ այդ թալանողները պետք է բերեն եւ լրիվ տան որ այդ գումարը գնա դեպի Հայաստանի բյուջետը եւ ես գնահատում եմ իր այդ ամբողջ նախագիծը, որ ինքը ասում է, շատ ճիշտ բաներ ասում եւ ես խնդրում եմ ձեր հյուրին, որ կանի մեր հարգելի պարոն Փաշինյանի կողքին, որ մեր երկիրը մնա զորավոր, այսինքն ասում մի խելքը լավ է, բայց երկու խելքը ավելի լավ է։ Ես գնահատում եմ ինքը որպես խելքի ճեմարան մարդ է, այսինքն շատ եմ գնահատում, որտեղ շատ եմ հավանեցի իր խոսակցությունը եւ ցանկանում եմ իրան առողջություն ու թող կանի շնորհակալություն Փաշինյանի կողքին եւ կազմակերպեն ամեն ինչը որ ճիշտ է գնա։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտող, երևի թե առաջին անգամ չէ որ ձեզ տեսնում են։ Հաճելի է։ Ձեր կարիքը տեսնում են, որ մեր երկիրը ունի ձեր կարիքը եւ դա իսկապես այդպես է։ Վերադառնանք մեր թեմաներին։ Բելարուսի մասին խոսեցինք։ Բելարուսը հանդիպելով Փաշինյանին, այսպեսի նախադասություն ասաց. ես եկել եմ ինչպես մեր տուն։ Դա թվում է թե լավ է, գուցե ոչ թե թվում է, դա իսկապես գուցե լավ է։ Եկեք մեկ այլ տեսակետից նայենք այս նախադասությանը։ Մենք գիտենք Ռուսաստան-Բելարուս սերտ կապերի մասին, այսպես ասած, միության, ապագա միության մասին։ Չեք տեսնում արդյոք ակնարկ, առաջարկ կամ ոչ թե այս նախադասության մեջ, այդպիսի երանգ, որ Հայաստանը երրորդ երկիրը պետք է լինի, ում առաջարկվի ճակերտներում պարտադրվի լինել Ռուսաստան-Բելարուս այդ միության երրորդ անդամը։ Դե գիտեք Տիկին Գայանե, ես չէի ասի, որ Բելարուս-ռուսական հարաբերությունները այնքան ջերմ եւ այնքան սերտ են, որ Հայաստանը այստեղ կարող է մնալ երկրորդական պլան, բոլորովին։ Մինսկը եւ Մոսկվան մեծ խնդիրներ ունեն, հաճախ։ Այնտեղ գազային հարցը կա, այնտեղ կա նաև ընդհանուր միություն կազմելու գաղափարը, որ Ռուսաստանը մի կողմից ուզում է, մյուս կողմից Բելարուսը չի ուզում, բայց այստեղ ես ձեր ուշադրությունը կրավերի մի շատ հետաքրքիր երևույթի վրա։ Տեսեք, արդեն 1 տարուց ավել է երևի, Մոսկվայում կա
քաղաքական գործիչ եւ տնտեսագետ Գլազև ազգանունով ստեղծել են մի թիմ, բնականաբար Պուտինի հովանավորության տակ եւ մշակվում է Խորհրդային Միություն 2 ծրագիրը։ Դրա մասին եմ խոսում ես։ Հա, չգիտեմ, լսել եք թե չէ։ Ես ուշադիր հետևում եմ, դեռ դա սկզբնական շրջանում է, ինչի մասին է, 2 բառով։ Ցանկություն կա, այսինքն կան, այսպես ասած, մտքեր ստեղծել Եվրամիության տիպի մի կազմակերպություն, որի մեջ պետք է մտնեն բոլոր Խորհրդային Միության բոլոր նախկին, գուցե ոչ բոլոր, բայց բոլորը երևակայեք, անգամ, ես ասեմ կարող է զարմանալ, անգամ Լատվիայի մասին, Մեծ Բալտիկա չէ, Լատվիան։ Հիմա, թե որքանով է դա ռեալ եւ որքանով դա կհաջողվի, ես դժվարանում եմ ասել։ Բայց կուրսը վերցված է։ Համենայն դեպս այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, սա լինելու է տնտեսական կոնֆեդերացիա, խոսքը վերաբերում է տնտեսական համագործակցության մասին։ Ես կարծում եմ, որ ուրեմն այսօրվա հանդիպման թեմաներից մեկը կարող է լինել նաև դա, որտեղ փաստորեն այն անդամները, ովքեր կան, նրանք ցուցակագրված են կոպիտ ասած, կարող է այդ մասին լինել խոսակ։ Թե սա ինչքանով կստացվի, սա ստերեոտիպի մինչև 22 թիվը, եւ եթե սա եղավ, եթե սա ստացվեց, ապա ես չեմ կասկածում, որ հաջորդ քայլը կլինի նաև քաղաքական, որտեղ տնտեսությունը, էկոնոմիկան դա խտացված քաղաքականություն է։ Այս խնդիրները կան։ Հիմա այս իրադրության մեջ, թե Բելարուսը ինչպես իրեն կդրսևորի եւ ինչպես կպրոյեկտի այս խնդիրների մեջ, ես դժվարանում եմ ասել։ Եկեք Հայաստանը տեսնենք, իրեն կդրսևորի եւ ինչպես կպրոյեկտի։ Դե գիտեք ինչ, Հայաստանը միանշանակ ինտեգրացիոն քաղաքականության պետք է լինի կողմնակից, որովհետեւ մենք այլ ընտրանք չունենք այսօր այս քաղաքական իրադրության մեջ եւ 21-րդ դարը ընդհանրապես ես ասեմ ձեզ որ դա ինտեգրացիայի եւ գլոբալիզացիայի դարը չնայած կա եւ անտիգլոբալիզացիա շարժում, բայց դա Հայաստանի համար չէ։ Հայաստանը այնպիսի մի երկիր է, այնպիսի մի աշխարհաքաղաքական դրության մեջ է, որ չի կարող գնալ այդ ճանապարհը։ Բարձրապես այստեղ պետք է լինել շատ ճկուն։ Այստեղ պետք է կարողանալ եւ նույն Իրանի հետ, եւ նույն Ռուսաստանի հետ, նույն Վրաստանի հետ մենք ունենք խնդիրներ, անգամ այլ երկրների հետ։ Եվ վերցնենք Թուրքիան, հերուն նայելով ընդհանրենք, եւ չեմ ասում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այստեղ շատ կարեւոր է մեր հարաբերությունները նաեւ Իսրայելի հետ։ Հիմա տեսեք, այնտեղ բացվեց դեսպանատուն։ Սա ինչ այլոց ես երկար զբաղվել եմ այդ խնդրի ուսումնասիրմամբ եւ հիշում եք միշտ խոսել ենք այդ մասին։ Սա շատ հետաքրքիր է, եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել, սա շատ կարևոր է, հասկանում եք։ Եթե մեր դիվանագիտությունը ունենա այնպիսի օրակարգ եւ այնպիսի հայացակարգ ավելի շուտ, որ կարողանա այս բոլոր խնդիրների մեջ մանյովրել այսօրվա բարդ քաղաքական իրադրության մեջ, այդ դեպքում մեր ազգը փառք ու պատիվ, որ կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ, չմոռանալով, որ մենք փաստորեն գտնվում ենք կիսապատերազմական իրավիճակում։ Այս հարցը, որ հիմա պետք է տամ վերջերում էի նախատեսում, բայց քանի որ դուք ասացիք մեր դիվանագիտությունը պետք է ճկուն լինի եւ այլն։ Մեր հարցազրույցներից մեկում դուք ասել եք, որ հեղափոխությունը չմտավ ԱԳՆ եւ մնացին տեղերում հին կադրերը։ Անցել է տևական ժամանակ, նույն կարծիքին եք, որ ոչ մի փոփոխություն չի եղել մեկ, եւ երկրորդը, եթե չի եղել, գուցե հարցս հետեւյալն է, թիմը պատրաստ է այս ամենին, ինչի մասին մենք խոսում ենք, տեսեք, մենք Նախճեվանի հարց բարձրացրեցինք, Իրանի հարց բարձրացրեցինք, նորես միության հարցը բարձր, այսինքն այս ամբողջը դիվանագիտության դաշտում գտնվող հարցեր են, բարդ հարցեր են, պատրաստ է կորպուսը։ Դե գիտեք, դուք տեսնում եք այդ միանշանակ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որոշ իհարկե առաջընթաց կա հեղափոխությունից հետո, ես երեկ էլ բաց TV-ով ունեի հաղորդում, ասեցի այդ մասին, երիտասարդական մի խումբ կա, որը խելացի երեխան տղաներ են եւ լավ նշանակումներ են, ճիշտ նշանակումներ են արել դեսպանների մակարդակով,
արաբական աշխարհում, մերձավոր արևելքի երկրներում, բայց դժբախտաբար պետք է ես փաստեմ, որ առանցքային երկրներում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, առանցքային Ֆրանսիա, առանցքային երկրներում 5 կադրեր են։ 5 կադրեր, գուցե լավ են աշխատել։ Ոչ, եթե լավ աշխատեին, կաշխատեին, ոչ ոք չի ասում իրանց։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ այնտեղ պետք է լինի լուրջ փոփոխություններ։ Հիմա տեսեք, հենց դու Ֆրանսիան ասեցիք, չէ՞։ Դու գիտեք, որ 2 օր առաջ կարծեմ 9-րդ քաղաքը, թե 9-րդ շրջանը, Ֆրանսիայի Լիոնը, հա, չեղյալ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հետ իր բարեկամության պայմանագիրը։ Սա արդեն մինուս է դեսպանության համար։ Գիտեք, այսպիսի մի խնդիր կա, քանի որ այսօրվա իշխանությունները շատ բարձր նշաձող են վերցրել դիվանագիտության եւ քաղաքական, որի գործիքակազմը միայն եւ միայն դա արտաքին գործերի նախարարությունն է, այսօրվա վիճակով նա ի վիճակի չէ այդ նշաձողը բարձրացնելու կամ ծանրաձողը բարձրացնելու այդ մակարդակի, հա, այստեղ շատ փորձված դիվանագետներ են պետք, որովհետեւ եթե երեկվա հաղորդումը նայել եք, այնտեղ հաղորդավարը բոլոր բաները նշեց, մարդը վերցրել էր եւ ազգանուններով, անուններով տվեց եւ նշեց, որ եւ իսկապես ես անգամ այդ կայնշություն չէի դարձրել։ Խոսքը նրա մասին է, որ մարդիկ, պատահական մարդիկ եկել եւ դարձել են ուրեմն ոչ թե դիվանագետ, այլ դարձել են դեսպաններ։ Նրանք ի վիճակի չեն աշխատելու։ Դուք գիտեք իմ տեսակետը, ասում եմ եւ նորից կասեմ, դիվանագիտությունը դա այն ասպարեզն է, այն ոլորտն է, որտեղ ընդունելի չէ ոչ պրոֆեսիոնալիզմը, այսինքն դիլետանտիզմը, այստեղ հնարավոր չէ, հասկանում եք, այնպես որ շատ խնդիրներ կա լուծելու։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, այժմ Կարճատև դադար հայտարարում եթերում գովազդ է, եթերում մնացեք մեզ հետ։ Մենք աշխատում ենք ուղիղ եթերում, մենք ունենք զանգեր, դուք եւս զանգահարեք։ Գովազդ է եթերում։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք արտակարգել լիազոր դեսպան պարոն Արման Նավասարդյանի հետ եւ մենք ունենք հեռախոսազանգ։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, Գանե ջան, ողջունում եմ ձեզ եւ ձեր թանկագին հյուրին, պարոն Նավասարդյանին, այդպես հաղորդում չկա, որ պարոն Նավասարդյանը ինտերվյու տական ելույթ ունենա, ես ուշադրությամբ չհետևում, որտեղ շատ բաներ կա սովորելու եւ ասելու։ Հիմա ասեմ բուն հարցին։ Պարոն Նավասարդյանը մի շատ կարևոր հարց շոշափեց, որը վերաբերում է Նախիջևանին։ Ես ծննդով Արարատից եմ, ինքս անձամբ մասնակցել եմ երաժշտի կռիվներին եւ լավ տեղյակ եմ ամեն ինչին։ Այդտեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որ կաշխատեմ կարճ կապել պարոն Նավասարդյան, որովհետև թուրքերը ժամանակին ճիշտ կողմնորոշեցին հեռահար ծրագիրը, որ Իրանի հետ փոխանակեցին 13 կիլոմետրը վերջեցին, դա ոչի վառոդն է, որտեղից կամուրջը կպնում է Սադարակին եւ անցնում է դեպի Նախիջևան։ 1992 թվականին 27 տարի առաջ մայիսի 19-ին դրությունը այնքան էր լարվել երազքով, որ Ամերիկայի դեսպանը նույնիսկ եկավ, հիշում եմ, այդ հաստատան մարդը Ջեք Մեդբեկ անունով։ Հնարավորություն կար, Սադարակը ամբողջովին դատարկվել էր, Նախիջևանը փախնում էր, հնարավորություն կար, որ Նախիջևանը վերցնեին, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը շփոթվեց, ասաց, որ միջազգային սկանդալ կարող է բարձրանալ։ Այդ ժամանակ ելցինը ուրիշ բաներով է զբաղված, շատ թույլ էր եւ գրաչով այդ հարցը կարողանում էր Վազգեն Սարգսյանի հետ լուծել։ Եթե մենք այդ հարցը լուծած ունենք, այսօր 14000 մինչև ատամները զինված թուրքերը, դեռ ադրբեջանցի չկա, ես ձեր խոսքերն եմ կրկնում։ Ամբողջը ռուսա-թուրքական վազանա, բոլոր տեսակի ժամանակակից զենքերով զինված։ Հիմա եթե լարսի հարցը մենք լուծենք, ուզենանք դանի դուրս գանք, նրանք անպայման կկազմակերպեն ու Աստված հետո հերուն պահի Հայաստանի վերջը կտան։ Հիմա դուք տեսեք, 2 հատ պարտքով Սու-30 են ուզում առեն, այդ Սու-30-ը 2 հատ պարտքով վերցածը, ինչ կարա անի դրա դեմ։ Ձեր ասածները, չգիտեմ, կառավարությունը, վարչապետը քնել են, չեն ընդունում։ Փոխանակ ձեր հրավիրի տանին նստեցնի իր կողին նորական 10 ժամ ձեր խորհուրդները լսի, որպեսզի մենք կարողանանք
այս ճգնաժամից դուրս գան, մենք լավ գիտենք դիվանագիտությունը ավելի հզոր զենք է կաստ է ատոմային զենքը, բայց չեն օգտագործում։ Այն ժամանակ կարելի էր Նախիջևանի հարցը լուծել, Գրաչով պատրաստ էր այդ հարցը լուծելու։ Շնորհակալություն։ Համենայն դեպս, այո, ձեզ էլ շատ շնորհակալություն։ Պարոն Նավաստարյան, ձեզանից շատ բան կա սովորելու։ Դուք հիմնադիրն եք Հայաստանի դիվանագիտության եւ ձեզ մեծ խնդրանք ունեմ Լոս Անջելեսից։ Եթե գալու կնեք, նորից եմ ասում, գայներն էլ ասեցի։ Ես իմ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ ձեզ օգնելու։ Շնորհակալություն։ Կրկին տագնապ Սկզբից եթե գնամ Ամերիկա տղայիս մոտ կգնամ Նյու Յորք 5 տարի չեմ եղել, հետո նոր Լոս Անջելես։ Բարի։ Տագնապ Նախիջևան Սու 30։ Դե հիմա գիտեք ինչ, Նախիջևանի մասին շատ կարելի է խոսել պարզ է այս խնդիրները, այստեղ պարզապես ես լրացնելով մեր հարգելի հեռուստադիտողին ասեմ, որ մեր դիվանագիտությունը Նախիջևանի հարցում պետք է ոչ միայն աշխատի հենց Հայաստանի խնդիրների հետ կապված այդ վտանգի դեմ հանդիման, այլև սա մի հարց է, որը անպայմանորեն պետք է ամբողջ աշխարհին բացատրել, հասկացնել, որ այստեղից է սկսվում Դավիթ Օղլուի նյու-օսլամական եւ նյո ուրեմն թուրքական քաղաքականության կիրառման փորձերը, սաղություններից մեկն է, այսինքն ինչ որ հիմա կատարվում է մեր շուրջը, դա սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև Էրդողանը պարզ տեքստով ասում է, որ մենք պետք է Լոզանի 23 թվականի պայմանագիրը նայենք Օսմանյան կայսրության ուրեմն սահմանները հողերը հետ վերադարձնելու համար, եւ սա վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, այլև եթե սրա առաջը չառնվի, այստեղի ցունամին կարող է շարժվել դեպի Հյուսիսային Կովկաս, Ռուսաստանի հարավային մասերը, հա, եւ ամենահետաքրքիրն ինչ է, այս հարցում ես չինացիների հետ կապ ունեմ, նրանք նույնպես խիստ շահագրգռված են ուйգուրական հարցում, որպեսզի այս խնդրի շուրջը մենք կարողանանք համագործակցել ընդդիմանալու կամ փակելու այս քաղաքականության ճանապարհը, որի վեկտորներից մեկը անցնում է Նախիջևանով։ Բարի, նորից նույն հարցը պետք է ստիպված տամ, արդյոք Ռուսաստանը կույր է, չի տեսնում։ Չէ, Ռուսաստանը կույր չէ, բայց մենք այստեղ պետք է այս հարցը շատ լուրջ բարձրացնենք, որովհետև գիտեք, սրա սկզբնավորումը գալիս է 21 թվականի Ղարսի պայմանագրից, այնտեղ ինչպես եղավ, որ Ադրբեջանը լինելով խնամակալ, հա, որ բացարձակապես նա իրավունք չուներ եւ չպետք է տար հանձներ եւ այլն որևէ մեկին, հիմա լրիվ հակառակ բանն է անում։ Պետք է գնալ հետ այստեղից սկսել։ Ռուսաստանում կան շատ խելացի մարդիկ, որոնք հասկանում են դա։ Հասկանում եք, բայց մենք պետք է այստեղ անպայմանորեն այս հարցը բարձրացնենք, արտաքին գործերի նախարարությունը պետք է շատ ակտիվ լինի։ Ցավոք ժամանակը քիչ է, բայց կուզենայի եւ Սինգապուրի հետ մեր հարաբերությունների հեռանկարի մասին խոսել եւ վերջի հատվածում այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի այցի մասին խոսենք Միացյալ Նահանգներ եւ մեր Սփյուռքահայության։ Եկեք Սինգապուրը մի հատ Սինգապուրի հարցերը բացատրենք։ Սինգապուրը շատ հետաքրքիր երկիր է եւ մանավանդ այնտեղ գնալուց հետո Փաշինյանի ստերեոտիպին որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերվել եւ կարծեմ նախազրույցում դուք ասացիք, որ խոսքը այստեղ վերաբերում է պարլամենտական դիվանագիտության։ Այո, Սինգապուրի վարչապետը ասել է, որ խորհրդարանական ուրեմն բարեկամական խումբ է ուզում ստեղծեն, իմ հարցս հետևյալն էր, այս աստիճանի արդյունավետություն, ինչ աստիճանի արդյունավետություն ունեն ընդհանրապես խորհրդարանական այսպիսի խմբերը եւ կոնկրետ Շնորհակալություն, որ ուշեցիք, ես այդ պահը բաց էի թողել խորհրդարանական դիվանագիտությամբ։ Պարզապես դա մենք շատ ենք խոսել այդ մասին, որ խորհրդարանական դիվանագիտությունը դա այսօր փափուկ ուժի հիմնական ջոկատներից մեկն է։ Հանրային իհարկե, հանրային դիվանագիտության ամերիկացիներն ասում են citizen diplomacy, դա շատ կարևոր է։ Եվ եթե մեր արտաքին գործը դուք խոսեցիք, ինչու է այսպես, ինչու այնպես չէ։ Ես կարծում եմ, որ այս 30 տարվա ընթացքում մեր արտաքին գործերի նախարարությունը բոլոր նախարարներով չկարողացավ հասկանալ մի պարզ ճշմարտություն։ 21-րդ դարը բոլորովին նոր պահանջներ եւ նոր հնարավորություններ է դնում արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության առաջ։ Եթե այստեղ չստացվի այդ սիմբիոզը, հասկանում եք, հանրային դիվանագիտություն,
պաշտոնական, պետական դիվանագիտություն, պետք չէ փակել արտաքին գործերի նախարարությունը մասսաների առաջ, որտեղ առանց դրա ոչ մի երկրի դիվանագիտություն հաջողակ չէ, հասկանում եք։ Հիմա նույն այդ ամերիկյան ճանապարհորդությունը, նույն Սինգապուրը եւ այլն, սա պահանջներ է, որ այսօրվա միջազգային հարաբերությունները դնում է բոլոր պետությունների Այսինքն մի առաջ։ ընդհանուր, այսպես կմախք չկա, մի ընդհանուր Գիտեք, բարձ պետք է պատկերացնել։ առանցք չունենք մենք համագործակցության մեր բոլոր ճյուղերի Դե գիտեք ինչ կա, մենք չունենք շատ լուրջ կուր դոկտրինա։ Սա ես ասել եմ եւ նորից կասեմ։ Այս բանը որ եղավ դիվանագետների հավաքը, այնտեղ փորձեցին որոշ բաներ ներկայացնել մեր նախարարը, սկզբունքներ, եթե հիշում եք 3 սկզբունքներ այնտեղ, ինքնիշխանություն, այնտեղ համահայկականություն, փոխադարձ ուրեմն համագործակցություն, սա բան չէ, սրանք ծեծված խնդիրներ են, սա պետք է հասկանում եք կոնկրետ անգլիական բառը content պետք է այդ բոլորը բովանդակություն ապրեք եթե դուք հիմա ձեր հաղորդման ժամանակ բովանդակությամբ չեք լցնում դուք բացի գովազդից այն կողմ չեք անցնի չէ այդպես է թե այդպես չէ ամեն գործ է այդպես եւ ամենակարևորը ես միշտ ասել եմ եւ նորից կասեմ այստեղ առաջի պլան պետք է լինի կադրային քաղաքականություն այստեղ սխալվել չի կարելի որտեղ կադրերն են Ճիշտ է, դա ասել է ժողովուրդների հայրը, այսպես ասած ժամանակին, բայց սրանք իմաստուն խոսքեր են, որ գալիս են դեռ հին աշխարհից, կադրերն են որոշում ամեն ինչը։ Կադրեր եւ նորից կադրեր։ Զանգ ընդունենք։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև, ողջունում եմ ձեր հաղորդումը եւ ողջունում եմ պարոն Ավասարդյանը, ես բազմիցս լսել եմ ձեր հարցազրույցները, պարոն Ավասարդյան։ Շնորհակալություն։ Լավ է, որ Հայաստանում գոնե մի քանի հոգիներ կան շատ քիչ ձեր նման մտածելակերպ ունեցող մարդիկ Հայաստանին ձեր նման մտածելակերպ ունեցող քաղաքականագետները պետք ես այն հարցերը որ ուզում էի տայի դուք արդեն համարյա պատասխանեցիք բայց ծրագրից դուրս մի փոքր հարց եմ ուզում ձեզ տամ եթե կարելի է Խնդրեմ այդ գեներալի ինքնասպանությունը արդյոք իսկապես ինքնասպանություն է, թե ինչ-որ մեկին պետք է դա, որտեղ երբ ես գեներալը ինքերոջը լսեցի, ասաց, որ նա շատ հաստատակամ և կայուն մարդ էր գեներալը, այդպիսի մարդիկ ինքնասպանություն չեն գործում, ինչ կարծիք եք այդ մասին, որտեղ ասում են շշուկներ կամ որ նոր փաստեր են իհայտ եկել, պարոն Նավասարդյան, եթե կարելի է խնդրում եմ Շնորհակալություն հարցի համար։ Անկեղծորեն ասած ես բավական հեռու եմ այդ հարցերի ուսումնասիրման ցանկությունից եւ պարզապես կյանքը գիտեմ եւ նման բաներ շատ է լինում չեմ բացառում որ այդ մարդը ինքնասպանություն գործեց չեմ բացառում որ այդ մարդուն եւ սպանած կարող են լինել պարզապես գիտեք ինչ կա ես ցավում եմ ես գիտեի Հարությունյանին ոչ մոտիկից բայց մի քանի անգամ շփվել եմ այդ շատ պատվարժան մարդ էր նախ մարդն է ափսոս մեկ երկրորդն էլ գիտեք խնդիրը ինչումն է նման բաները նման երկրի նման հանրապետության նման ժողովրդի համար պարզապես խանգարիչ հանգամանքներ են ես սա փիլիսոփայական մտքեր չեմ ուզում հայտնացնել բայց նման ամեն մի դեպք որ տեղի է ունենում եւ ամեն մի խոտորում որ այսօր գոյություն ունի մեր ներքին քաղաքականությունում դա միջականորեն իր ազդեցությունն է թողնում իր արտացոլումն է գտնում մեր արտաքին քաղաքականության վրա մեր խնդիրների հաջող լուծման համար այնպես որ մենք պետք է ինչպես ժողովուրդն է ասում խելքներս գլուխներս հավաքենք եւ խուսափենք նման բաներից որովհետեւ 3 միլիոնանոց ազգը իրավունք չունի իրեն ենթարկելու նման վտանգների ես բոլորին կոչ եմ անում եւ իմ հայրենակիցներին այստեղ եւ դրսում որ միասին լինեն եւ սիրեն իրար Այս հարցի կոնտեքստում մեկ ուրիշ հարց տամ մամուլում լուրեր էին պատտվում որ Պուտինը Հայաստան ժամանելով կցանկանա հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ ընդհանրապես կցանկանա թե չի ցանկանա կհանդիպի թե չէ դա ապագան ցույց կտա ձեր կարծիքով որքանով է Ռուսաստանը այնուամենայնիվ միջամտում էր ներքին քաղաքական հարցերի մեջ Դե գիտեք ինչ եթե ես հիմա ասեմ որ Ռուսաստանը բացարձակապես Հայաստանին
չի հետաքրվում Հայաստանի գործերով եւ հետաքրքրվում թե միջամտում այդ հարցը։ Միջամտելն էլ ես գիտեք միանշանակ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Միջամտում են այն երկրի գործերին, որը ուզում է որ միջամտեն, որը չի կարողանում այնպես ապրել եւ աշխատել, որ այդ միջամտությունը չլինի։ Այդտեղից այն հարցը, որքան ենք մենք սուվերեն, աստիճանը սուվերենության։ Դե գիտեք ինչ կա, սուվերենությունը դա այնպիսի մի հարց է, որ նույն 21-րդ դարում, եթե վերադառնալու լինենք, հիմա իմիջիայլոց մեր նախարարը շատ էր խոսում այդ մասին, հիշում եք ինքնիշխանության, այսպես ասած խորացման եւ ամրապնդման։ Ինքնիշխանությունը բացարձակ երևույթ է, սկսած 16-րդ դարից, հա, եւ առ այսօր սուվերենությունը դա համար մեկ խնդիրն է, որ բոլոր պետություններն ունեն եւ ձգտում են դրան, որպես միջազգային իրավունքի։ Մեր սուվերենության աստիճանը։ Ես ասեմ, մեր սուվերենության աստիճանը որոշված է սայից 30 տարի առաջ, թե մենք ինչպես ենք կարողանում այդ սուվերենությունը պահել կամ չպահել, սա արդեն հարցի մյուս կողմն է։ Այստեղ կա երկու սեգմենտ, երկու պարագա։ Եթե դու մտնում ես միջազգային հարաբերությունների խորքերը կոպիտ ասած, եթե դու ինտեգրվում ես այլ պետությունների հետ տարբեր կազմակերպություններում, դու այսպես թե այնպես կորցնում ես քո սուվերենության որոշակի աստիճանը։ Եթե մենք հապկի անդամ ենք, որոշ տեղեր մենք անենք, այսպես ասած, մեր սուվերենությունը պակասում է։ Եթե այնտեղ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, նույնը կատարվում է նրա հետ։ Ուրիշ բան, որ երկկողմ հարաբերություններում կամ մեծ պետությունների հետ շփվելուց պետք է կարողանալ պահել դա։ Հիմա տեսեք, այն անձնավորությունները, որ դուրս են գալիս փողոց եւ ասում են Ռոբերտ Քոչարյանը հերոս է, Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսվեց մեր սուվերենության անկումը։ Ես տնտեսական սուվերենություն նկատի ունեմ։ 2300 այսօր ձեռնարկություն պատկանում է ուրեմն դրսին, հա։ Նույն Ռուսաստանի մենք տվեցինք գազը, նույն Ռուսաստանի մենք տվեցինք մեր էներգետիկ հավաները, ընդամենը 100 միլիոնի դիմաց։ Այստեղ պետք է սուվերենությունը պահել, ոչ թե հետո նստել եւ մազերը փետտել։ Իմիջիայլոց այս երևույթը ամբողջ աշխարհում կա։ Դու գիտեք, որ այսօր Ռուսաստանի գունավոր մետալուրգիայի 70%-ը եւ ոչ միայն գունավոր մետալուրգիայի, այլ ուրեմն արդյունաբերություն 70%-ը պատկանում է արտասահմանյան երկրներին, Ամերիկա, Ֆրանսիա եւ այլն։ Նման վիճակ կա, հասկանում եք, ամբողջ աշխարհում։ Այնպես որ ասել հայերը վատ են, հայերը լավ են, ոչ, դա այդպես չէ։ Պարզապես մենք պետք է կարողանանք որպես նորից եմ կրկնում, որպես փոքր պետություն խուսափել նման բաներից եւ գիտեք ինչ կա այստեղ սուվերենության հարցը ունի եւ պլյուսներ եւ մինուսներ։ Մենք պետք է կարողանանք խաղալ դրա վրա։ Բարի, դիտարկենք հայ-ամերիկյան հարաբերությունները, այս այցը Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ, իհարկե դրական էր, որ հանդիպում եղավ ուրեմն հանրության հետ, մեր հայրենակիցների հետ, բայց շատ ցավոտ ընկալվեց մեր հայերիս կողմից, որ այնտեղ ոչ մի հանդիպում չէր նախապատրաստված եղել, չէր նախատեսվել։ Սա նշանակում է արդյոք, որ մենք ընդհանրապես կոպիտ ասեմ, անտեսված ենք։ Մենք չենք մտնում, մենք չկարողացանք որևիցե մի բան կազմակերպել այնտեղ, Հայաստանին չեն դիտարկում, մենք ինչ-որ բան բաց ենք թողել, չէ՞ որ հեղափոխությունից անմիջապես հետո շատ մեծ էր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, եւ ահա վարչապետը Ամերիկայում է, ամբողջ հանրության եւ նաեւ հենց նույն Միացյալ Նահանգների կողմից Միացյալ Նահանգները եւս շատ հետաքրքրությամբ էին հետևում Փաշինյանի աշխատանքին, առաջի քայլերին, եւ հիմա անտարբերություն։ Ես չեմ ասի, որ գիտեք, այստեղ իհարկե բաց թողումներ եղան, բաց թողում այն առումով, որ այդ էֆորիան, որ անցավ հեղափոխության, հա, Ամերիկայի հետ կոնկրետ հարաբերությունների հաջող զարգացման համար պետք էր ունենալ համակարգված օրակարգ։ Դա կարծես թե մենք այսօր չունենք։ Ես ամենայն դեպս ծանոթ չեմ դրան։ Այնտեղ կարող ասել մենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ ունենք։ Դա չենք հասկանում, նախարարը ասեց, որ մենք փայլուն հարաբերություններ ունենք, այդ պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները $100 միլիոն տվեց Թուրքիային, ադեներողություն Ադրբեջանին, ըստ որում ռազմական ծախսերի համար։ Մերն էլ իջացրեցին 3 միլիոն։ Սա բարձ։ Հիմա տեսեք, վերադառնալով ձեր հարցին, երբ որ անընդհատ ասվում է, որ մենք
մեր ժողովրդավարությունը դա համաշխարհային երևույթ է, մեր ժողովրդավարությունը օրինակ է բոլորի համար, մեր ժողովրդավարության համար մեզ պետք է սիրեն եւ բան։ Գոնե ամերիկյան ուղղությամբ դա չի գործում։ Այսօրվա ամերիկյան կառավարությունը, իշխանությունները բոլորովին այլ կերպ են նայում խնդիրներին, հա։ Չէ՞։ Որովհետև Տրամպը լինելով երկրի լիդեր եւ երկրի ղեկավար, բացարձակապես նրա վրա չի ազդում նման ուրեմն հոգեբանական եւ փիլիսոփայական։ Դա պրագմատիկ է։ Այդ պրագմատիզմի մեջ չի մտնում Հայաստանը։ Նա պրագմատիկ է, նա ուտիլիտար մտածող ուրեմն գործիչ է։ Եթե սա լիներ Քլինտոնի օրոք, եթե սա լիներ Օբամայի օրոք, թերևս սա աշխատի։ Սա չի աշխատում։ Հիմա գանք միշտ աշխարհամասերին։ Եվրոպայում Ֆրանսիայի վրա դա լավ ազդեցություն է թողում, չնայած ասել, որ Ֆրանսիան դրա համար Հայաստանի համար ուշ կգնում է կոպիտ ասած, դա էլ այդպես չէ։ Նույն Ֆրանսիան համագործակցություն ունի, ռազմական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ։ Գերմանիան կարծես թե մեր նկատմամբ բան ունի, բայց մնացած տեղերում, այդ թվում նաև ԱՊՀ-ի երկրներում, այդ դեմոկրատիան սկզբունքները չի գործում, որտեղ այստեղ մենք ունենք ընկերներ, գործընկերներ, որոնք ավտորիտար պետություններ են, այդ թվում նաև Բելառուսիան, ինչպես ասենք, Ղազախստանը եւ այլն եւ այլն։ Հիմա գալով Ամերիկային, դուք ինչ որ բան եք հարցնում մի հատ։ Դե հարցերից մեկը այն էր, թե ինչու այնուամենայնիվ Ամերիկայում մենք ինչ-որ բան բաց ենք թողել, երկրորդը նա է, որ ըստ երևույթին տնտեսական հետաքրքրություն առաջին հերթին մենք պետք է ներկայացնենք, որպեսզի հետո քաղաքական, այո, այդպես է ստացվում։ Դե եւ նա, չէ, քաղաքական խնդիրներ, այստեղ գիտեք, եւ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ։ Երբ որ Բոլտոնը եկավ, նա մի քանի պայմաններ դրեց Հայաստանի առաջ, որոնցից մեկը վերաբերում էր հայ-իրանական հարաբերություններին, չնայած համեմատած ավելի մեղմ են վերաբերվում այդ խնդրին ամերիկացիները, չնայած հիմա բավական կոշտացրել են իրենց դիրքորոշումը, սա մեկ։ Երկրորդը վերջին հաշվով նույն Ամերիկան ամեն ինչ անում է Հայաստանին Ռուսաստանից հնարավորինս հեռացնելու եւ կտրելու համար, ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Հա, այդ հիմա որ ասում եմ ԽՍՀՄ 2 հենց դրան է ուղղված։ Սա էլ մյուս կողմից։ Բացի դրանից մենք պետք է կարողանանք, մենք արդեն խոսեցինք բովանդակության մասին, այս վիզիտը որ եղավ, սրա հիմքում անգամ դրվածել չէր նման խնդիրներ, որովհետև չկար նման հարց, որ Հայաստանը պետք է գնա այնտեղ եւ դնի այս հարցերը, լուծի այս հարցերը։ Դա պատրաստված չէր, դրա համար ուրիշ ձև է պետք մոտենալ։ Եվ ոչ Տրամպը ընդունեց, ոչ էլ անգամ Պոմպեոն։ Փաստորեն սա այցելություն էր հիմնականում հայ համայնքին։ Բարի, մեզ մնացել է թերևս 1 րոպե, փորձենք ամփոփել ամփոփիչ հարցերից մեկը պետք է լինի այնուամենայնիվ վերադառնանք այս հայ-ամերիկյան հարաբերություններին։ Մենք ունենք լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ։ Երկու երկրների հետ շատ բավականին բարդ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգները։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ավտոմատ կերպով Հայաստանին չեն դիտարկելու որպես իրենց հետաքրքրությունների շրջանակում գտնվող երկիր։ Ես ուրիշ ձևի կմոտենայի այդ հարցին։ Տեսեք, իհարկե մեծ տերությունների, գերտերությունների այս խնդիրները միմյանց նկատմամբ հնարավոր չէ, որ ազդեցություն չունենա այն երկրների վրա, ովքեր այսպես թե այնպես կապված են այդ գերտերությունների հետ։ Բայց գիտեք ինչ կա, փոքր պետությունները իրենց թուլության կողքին ունեն նաև շատ մեծ առավելություն։ Հայաստանը, ես նորից եմ գրկում, վերադառնում եմ այդ խնդրին։ Հայաստանը անգամ իրանցիները անձամբ ինձ հուշել են դա, որ տեղ կա, որ դուք աշխատեք ամերիկացիներին նկատի ունենալով ձեր համայնքը մեղմել նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ, Իրանի նկատմամբ։ Կոնկրետ հարցեր դրված մահանա ավիակամպանիայի։ Ինձ ասեցին, գիտեք ինչ կա, դուք փորձեք ձեր ուրեմն համայնքի միջոցով ազդել ուրեմն այնտեղ իշխանություն։ Չկարողացան մերոնք դա անել, չգիտեմ, փորձեցին թե չէ։ Այստեղ էլ տեղի ունենում մի ուրիշ բան։ Մենք միշտ գերագնահատում ենք մեր համայնքների հնարավորությունները։ Պետք չէ։ Դիվանագիտության մեջ ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ պետք է թերագնահատել։ Պետք է լինել միշտ ավելի օբյեկտիվ։
Շնորհակալություն պարոն Նավասարդյան, այսքանը սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերաժամն ավարտվեց, ամեն ինչ լավ է լինելու ի վերջո պարոն Նավասարդյան։ Միանշանակ։ Այո, ձեզ հետ էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։